Թոքի քաղցկեղի դեղորայքային բուժման նոր մոտեցում ամբողջ աշխարհում եւ Հայաստանում արդեն փորձնական կիրառվում է հետազոտման փուլում գտնվող իմունոթերապևտիկ երկու դեղորայքների բալստիլիմաբի եւ բոտենսիլիմաբի համատեղ կիրառումը թոքի քաղցկեղի բուժման նպատակով։ Օգտագործում ենք երկու նոր իմունոթերապևտիկ դեղեր, որոնք որ ավելի նոր սերնդի, այսպես ասած ավելի ժամանակակից, ավելի փոփոխված եւ սպասում է որ ավելի արդյունավետ իմունոթերապևտիկ բուժման մեթոդներ են իրենցից ներկայացնում։ Խոսքը գնում է երկու նոր դեղերի, բալստիլիմաբ եւ բոտենսիլիմաբ դեղերի մասին, որոնք որ հանդիսանում են ամերիկյան Agenus արտադրության ֆիրմայի արտադրության դեղերը, բայց այլ ուռուցքային հիվանդությունների բուժման համար այս դեղերը արդեն բազմաթիվ կիրառություններ ունեն եւ մի շարք կլինիկական հետազոտություններում, հատկապես հաստաղիքի ուռուցքների բուժման համար, ցույց են տվել շատ խոստումնալից արդյունքներ, ցույց են տվել բավական լավ արդյունավետություն, ապելյության բարելավում հաստաղիքի ուռուցքով հիվանդների շրջանում եւ այդ տվյալների հիման վրա սկսվել այլ ուռուցքների համար հետազոտություններ, այդ թվում նաեւ մեր հիվանդանոցում թոքի ուռուցքների բուժման համար։ Մասնագետի խոսքով իմունոթերապիան ամբողջ աշխարհում ներդրվել է 2010-ական թվականներից։ Գնալով այդ հետազոտությունները շարունակվում են զարգանալ։ Իմունոթերապևտիկ դեղորայքն ավելի լայն կիրառություն է ստանում, ինչպես նաև փնտրվում են նոր մեթոդներ դրանք ավելի լավացնելու։ Այս երկու պրեպարատները, երկու նոր պրեպարատներ են, սրանք իմունոթերապևտիկ պրեպարատներ են։ Ընդհանրապես իմունոթերապիան նոր զարգացող ոլորտ է ինձ ներկայացնում։ Նախկինում ուռուցքների բուժման համար հիմնականում օգտագործվում էր քիմիոթերապիան։ Ինչ է քիմիոթերապիան? Քիմիոթերապիան դեղորայք է, որը որ ներարկվում է հիվանդին եւ ազդում է անմիջապես ուռուցքային բջիջների վրա ու քայքայում է ուռուցքային բջիջները։ Ի տարբերություն դրանց, այս նոր բուժման մեթոդը իմունոթերապիան անմիջապես չի ազդում ուռուցքային բջիջի վրա, այլ խթանում է տվյալ մարդու իմուն համակարգը եւ օգնում է, որպեսզի օրգանիզմը ինքը կարողանա հայտնաբերել ուռուցքը, պայքարել ուռուցքի դեմ։ Հետազոտությունը Հայաստանում սկսել են իրականացնել 2024 թվականի հունիսից, որը նախատեսվում է կատարել 45 հիվանդների շրջանում։ Այսինքն հետազոտության ընթացքում պլանավորվում է ներգրավել 45 հիվանդ, տարածված 4 փուլի թոքի քաղցկեղ ունեցող, ովքեր որ որևէ բուժում չեն ստացել, եւ մենք հույս ունենք, որ այս նոր բուժման մեթոդը, իմունոթերապևտիկ բուժումը առանց որևէ քիմիոթերապևտիկ դեղորայքի օգտագործման, կբերի բուժման արդյունավետության բարելավման եւ թույլ կտա մոտ կրկնակի բարելավել մետաստատիկ 4 փուլի թոքի քաղցկեղով հիվանդների ապելյության ցուցանիշները։ Մասնագետն ընդգծեց, այս հետազոտությունը կոնկրետ ուղղված է թոքի քաղցկեղի բուժմանը, բայց նաև պլանավորում են այս դեղորայքի կիրառմամբ կլինիկական հետազոտություններ իրականացնել ուրիշ ուռուցքային հիվանդությունների համար, երբեմն նաև զուգակցված քիմիոթերապևտիկ բուժման հետ։ Բոլորը դա են հարցնում, արդյոք ինչպիսին է հիմա արդյունավետության եւ այլն ցուցանիշները, ցավոք քանի որ հետազոտությունը իրականացվում է ընդամենը 9 ամիս, դեռևս վաղ է արդյունավետության մասին խոսելու համար, մենք պլանավորում ենք, որ հետազոտությունը պետք է իրականացվի 2 տարի, հիվանդները պետք է հավաքագրվեն 2 տարի, որից հետո էլ պետք է 2 տարի նրանք շարունակեն բուժում ստանալ, այսինքն նախնական տվյալներ մենք կունենանք մոտավորապես եւս 1 տարի հետո։ Հետազոտությունը համատեղ իրականացնում են Յոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնն ու իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտը, որը հաստատվել է Հայաստանի առողջապահության նախարարության կողմից։ Գարնե Գաբոյան, Հայկ Բարսեղյան, Armenpress։